Ֆաստ Դիմաց բանկի խորհրդի նախագահ բարերար Վահե Բադալյանի 50 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին Մատենադարանին լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։ Մատենադարանը մեր համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է։ Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին։ Մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական, մտածողության զարգացումները, մեր հավատի լույսը եւ իղձերի շարունակությունը։ Մատենադարանը մեր գենետիկ կոդն է։ Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկողային հարկում կառուցվում է սրճարանային տարածք եւ հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է այցելուների հարմարավետության ապահովմանը, Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքը ամբողջությամբ կվերանորոգվի, պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։ Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է։ Մատենադարանի հավաքածուները բարեգործության մեծանուն նվիրատուների արդյունք են։ Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆաստ բանկի հետ ըստ էության մի նոր մշակույթ է համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային եւ հանրային կյանքին։ Որպես երախտագիտության նշան Մատենադարանում բացվել է պատվոկամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե եւ Վիգեն Բադալյանների անունները։ Խորհրդանշական այս քայլը եւս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը Մատենադարանի եւ հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում։